Բարև ձեզ հարգելի Facebook-յան հետևորդներ, կարճատև դադարից հետո կրկին ձեզ հետ Ageless Live-ն է եթերում և ես Սուսաննա Գյուրջանս, մասնագիտությամբ մաշկաբան։ Այսօր խոսելու ենք շատերին հետաքրքրող մի հարցի վերաբերյալ ավելորդ քաշի, բայց մինչ անդրադառնալ այսօրվա մեր թեմային, ցանկանում եմ տեղեկացնել, որ Ageless Group-ի նոր համարն է ամսագրի դուրս եկել, Ageless, մի քիչ նոր ֆորմատով, երկու կողմանի, Ageless Woman, Ageless King և Ageless Men տարբերակով, զետեղված են շատ հետաքրքիր նյութեր և կանանց և տղամարդկանց համար։ Կարող եք ձեռք բերել տվյալ ամսագիրը Երևանի կրպակներուն թերթի, ինչպես նաև Ageless Health Home խանութից։ Այսօրվա մեր եթերը տարբերվելու է նախորդ եթերներից, թե ինչով է տարբերվելու, կարծում եմ ինքն է կհասկանա անմիջապես եթերի ընթացքում։ Այսօր, ինչպես նշեցի, խոսելու ենք ավելորդ քաշի մասին։ Մեր այսօրվա թեման է հոգեսոմատիկա, ավելորդ քաշ, ինչ է պատմում մարմինը։ Կարծում եմ շատ հետաքրքիր թեմա է։ Սովորաբար ավելորդ քաշի մասին խոսելուց, ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար բոլորս խոսում ենք առողջ սննդակարգի, առողջ ապրելակերպի, առողջ քնի, ինչպես նաև բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին։ Բոլոր վերը նշված կետերը իհարկե իրենց կայուն տեղը ունեն ավելորդ քաշից ազատվելու համար, սակայն ավելորդ կիլոգրամների մասին պետք է նաև հոգեբանական տեսանկյունից դիտենք, որը ցավոք ոչ բոլորս ենք անում։ Այսօրվա եթերի ընթացքում մենք կխոսենք, թե ինչ հոգեբանական մեխանիզմներ են ընկած ավելորդ քաշի հիմքում, որն է պատճառը, ինչու նիհարելուց հետո վերադառնում են ավելորդ կիլոգրամները և շատ այլ հետաքրքիր հարցեր կշոշափենք եթերի ընթացքում։ Եվ քանի որ շատ ակտուալ թեմայի մասին ենք խոսելու, կարծում եմ ակտիվ կլինեք, հարցեր կառաջանան ձեզ մոտ, ձեր հարցերը կարող եք խղել մեկնաբանությունների դաշտում ուղիղ միացման և ինչպես շատ անգամ եք նախորդ եթերների ընթացքում արել, անանուն տարբերակով եք ձեր հարցերը ուղղում, արդեն կարող եք անձնական նամակով Ageless Club Armenia edge-ին գրել և ես կբարձրաձայնեմ և մեր հյուրը սիրով ձեր հարցերին կպատասխանի։ Եվ այսպիսով այսօրվա իմ հյուրն է կլինիկական հոգեբան, քաշի նվազեցման մասնագետ Արմինե Փաշայանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Արմինե ջան, մինչև հոգեսոմատիկա տերմինին անդրադառնանք, որը կարծում եմ շատերին անծանոթ է, կխնդրեմ ասեք, որքանով է ակտուալ կոնկրետ Հայաստանում ավելորդ քաշ ունեցող մարդկանց, հոգեբանական ասպեկտները, առհասարակ այդ խնդիրը ինչքանով է տարածված, կանանց թե տղամարդկանց մոտ է հանդիպում, և եթե ունեք ստատիստիկ տվյալներ, կխնդրեմ խոսեք դրանց մասին։ Շնորհակալություն, ավելորդ քաշի տարածվածությունը, ավելորդ քաշը բավականին ակտուալ խնդիր է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, Հայաստանը բացառություն չի կազմում, բավականին տարածված խնդիր է և բնակչության 50%-ից ավելին տառապում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Եթե այն ուղղակի առանց թվաբանության փողոց դուրս գանք, ամեն երկրորդ երրորդը ունի ավել քաշ։ Եվ այս խնդիրը ինչով է ակտուալ, այն առաջ է բերում բավականին լուրջ հետևանքներ։ Ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, ավելորդ քաշը ունեցող մարդը որոշ ժամանակ հետո բախվում է մի շարք առողջական խնդիրների և կան հիվանդություններ, որոնցից են օրինակ շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, դրանցից են ծնկների հատվածում ցավը, մեջքի հատվածում ցավը, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ առաջ են գալիս ավել քաշ ունեցող մարդկանց մոտ որպես հետևանք։ Եվ հենց միայն վերցնենք այն, որ կյանքի տևողության վրա է ազդում և ամեն ավել 5 կիլոգրամը կրճատում է 1 տարվա կյանք։ Ու բացի այս կողմներ, եթե վերցնենք մի կողմ, քանակական կողմից բացի, նաև անդրադառնանք որակին, քանի որ կարևոր է նաև ինչ որակով ենք մենք ապրում, ավել քաշը շատ ազդում է կյանքի որակի վրա։
Եվ այս առումով բավականին դիսկոմֆորտ է առաջացնում, այսինքն մարդը չի կարողանում կոմֆորտ ապրել, իսկ դա կարծում եմ առաջնային խնդիր է։ Տղամարդկանց մոտ թե կանանց մոտ է հանդիպում ավելի շատ հետաքրքիր հարց է, տղամարդկանց թե կանանց մոտ երկու սեռերի մոտ էլ կա բավականին տարածված, իհարկե առավելությունը այստեղ տրվում է կանանց, այսպես ասած, եւ սա էլ ունի իր պատճառները ու դրանք էլ որպես կանոն հոգեբանական են։ Նախ կան կնոջ կյանքում փուլեր, որոնք այսպես կարմիր ազդանշան ոնց որ լինեն եւ իրենք մեծացնում են հավանականությունը քաշի ավելացման, դրանք ստրեսային տարբեր շրջաններն են, դրանց մասին միգուցե ավելի ուշ խոսենք, հա, հղիություն, ծննդաբերություն եւ այլն, եւ նաեւ այստեղ շատ կարեւոր մի գործոն կա։ Ինչ վերաբերում է գերսնմանը, որը հանդիսանում է քաշի ավելացման գլխավոր պատճառը, գերսնման հիմքում ընկած են հոգեբանական պատճառները, ստրեսը, ծամելը, ճակերտներում ասած, եւ կանանց դեպքում սա ավելի սոցիալապես ընդունելի տարբերակ է, քան տղամարդկանց դեպքում։ Եվ սա է այն գլխավոր պատճառը, թե ինչու է կանանց մոտ ավելի տարածված խնդիրը։ Երբ որ կինը ունի խնդիրներ, ի տարբերություն տղամարդու, ով կարող է գնալ օրինակ աշխատանքից հետո եւ խմել, հա, կարող է ծխել, կամ կարող է, չգիտեմ, այլ ինչ-որ կախվածության միջոցով դա հաղթահարել, կնոջ դեպքում մի քիչ սոցիումը դա չի ընդունում։ Կնոջ համար սոցիալապես ավելի ընդունելի տարբերակ է, երբ կա ստրես, ինքը գնաց խոհանոց, ինչ-որ բան ծամեց, այն իրեն ոչ ոք չի քննադատի դրա համար։ Եվ սա այն պատճառն է, ինչու է ավելի շատ կանանց մոտ։ Շատ լավ, վերջին 10 տարին, միգուցե եւ ավել, կոնկրետ ես նկատում եմ, ինձ թվում է ոչ միայն ես, որ բալիկներն են, հա, բավականին գեր, այսպես ասած, 2, 3, 4, 5, 10 տարեկանում գրեթե կրկնակի քաշ ունեն, որը արդեն վնասակար է իրենց առողջությանը եւ շատ հաճախ ծնողները ստիպելով են կերակրում իրենց բալիկներին։ Դա ծնողների հոգեբանական, ինչպես կձևակերպեք, հա, ծնողների հոգեբանական մոտեցումը եւ արդյոք պետք է այդպես անել, որպեսզի ի վերջո եթե բալիկը չի ուզում ուտի, ջղայնանալով կամ ինչ-որ բանով ստիպում են, որ ուտի, ավելորդ քաշ է ավելացնում։ Շատ կարևոր է իսկապես երեխաների շրջանում եւս բավականին ցուցանիշը աճել է ավել քաշի։ Ծնողների տեսակետից եթե նայենք, ինչ են իրենք այդպես փորձում անել, հասկանալի է, որ այդպես փորձում են փոխանցել իրենց սերը եւ ընդունված է, հա, քանի որ մի քիչ հույզերը խոսքերով արտահայտելը բարդ է եւ շատերը չեն կարողանում ուղղակի չեն սովորել այդպես անել եւ պարզապես ասել ես քեզ սիրում եմ շատ ավելի բարդ է, քան ինչ որ համեղ բանով կերակրել եւ հաճախ ծնողները փորձում են իրենց էմոցիաները այդպես տալ երեխաներին, այդպես ուշադրությունը ցույց տալ եւ արդյունքում կարող են իսկապես գերսնել երեխային։ Փոքրիկ երեխաների շրջանում ավել քաշը, եթե իհարկե ի սկզբանե ինքը չունի որևէ բժշկական, հա, այսպես ֆիզիոլոգիական պատճառ որևէ խախտում, ու խոսքը վերաբերում է զուտ գերսնմանը, այս խնդիրը ունի իր առանձնահատկությունները եւ եթե երեխան շատ փոքր է, բնականաբար այստեղ միանշանակ անհրաժեշտ է ծնողների հետ աշխատանք տանել, որովհետև նրանք են երեխայի մոտ հիմքը դնում սննդային սովորույթների։ Իրենք են, ինչպես դուք ասացիք, սովորեցնում են երեխային, օրինակ, որ մինչև վերջ պետք է ուտել։ Իրականում բնավ պարտադիր չի դա անել, այստեղ կարևոր է ոչ թե ավարտել, այլ կարևոր է ստամոքսի հագեցվածությունը։ Երեխան կարող է ուտել մի քանի գդալ եւ հագենալ։ Եվ շատ սովորույթներ կան մեզ մոտ սննդային, որոնք երեխաների վրա ազդում են։ Նույն քաղցրի միջոցով, օրինակ, եթե երեխան ընկել է կամ ինչ-որ անհաջողություն ունի, մենք սովորենք իրեն կոնֆետ ենք տալիս։ Եվ ստացվում է, որ մենք խրախուսում ենք, ինչ է կոնֆետը, խրախուսանք։ Մենք խրախուսում ենք, որ երեխան մյուս անգամ նույնպես ընկնի կամ ուզենա անհաջողություն ունենալ։ Եվ սա այսպես գումարվելով, իհարկե մեկ կամ երկու դեպքի մասին չի խոսքը, եթե սա անընդհատ կրկնվում է, սա իսկապես երեխայի մոտ բերում է տվյալ սննդային սովորույթի ձևավորմանը եւ երեխան, երբ որ ունի խնդիր, դժվարություն հետագայում մեծանալով, եւս ինքը փորձում է քաղցրի միջոցով այդ դիսկոմֆորտը հանգստացնել։ Եվ սա անգամ շատ ավելի վաղ շրջանից է սկսում, այդ փոքր տարիքից, երբ երեխայի ցանկացած լացի դեպքում մայրիկը, որ իսկապես հոգնած է, որը որ ժամանակ չունի, որովհետև շատ այլ հարցեր կան լուծելու, երեխային տալիս է կաթով շիշը, բայց երեխան ամեն լացելիս չէ, որ ուզում է ուտել։ Եվ սա էլ բերում է այդ կապի ձևավորմանը, որ եթե ես դիսկոմֆորտ եմ զգում, անգամ երեխան չի հասցնում գիտակցել ինչեր ինքը ուզում, միանգամից պատասխան սնունդն է։ Եվ արդյունքում եւս ձևավորում են նման սննդային սովորույթներ։
Շատ լավ։ Անդրադառնանք հոգեսոմատիկա տերմինին, կարծում եմ շատ-շատերը տեղյակ չեն ինչ է իրենց ներկայացնում։ Հնարավորինս մատչելի, պարզ, հասկանալի, կխնդրեմ արդեն մասնագիտորեն բացատրեք, թե ինչ է իրենց ներկայացնում հոգեսոմատիկա։ Շատ լավ, հոգեսոմատիկ հիվանդությունները այն հիվանդություններն են, որոնց հիմքում ընկած են հոգեբանական գործոնները, առաջացման մեխանիզմը բավականին բարդ է, ես փորձեմ ավելի պարզ ներկայացնել հնարավորինս։ Դրանք իդեպ բրոնխիալ ասթման, ծաղկերակային ճնշումը, ստամոքսի խոցը, մի շարք այլ առողջական խնդիրներ, ֆիզիկական բնույթի, իրենք արդեն փաստված են, որ հոգեսոմատիկ բնույթ ունեն։ Եվ այդ թվում առաջնային շարքերում է նաև ավելորդ քաշը։ Մենք հոգեսոմատիկայի մասին խոսում ենք այն դեպքում, երբ խնդիրը, պրոբլեմը հուզական մակարդակից տեղափոխվում է ֆիզիկական մակարդակ։ Մենք մեր էմոցիաները, մեր ցանկությունները գտնվում են մեր մարմնում, բայց ժամանակակից մարդը ավելի շատ ապրում է ոչ թե մարմնով, այլ ապրում է մտքով։ Այո, արդյունքում ինչ է տեղի ունենում, զսպում է իր էմոցիաները, հաճախ չի ցույց տալիս այն ինչ զգում է, հաճախ չի անում այն ինչ ուզում է, ստիպված է հարմարվել ինչ-որ բաների հետ, եւ երբ որ դա արդեն դառնում է շատ դժվար, մարմինը մեր սկսում է հիվանդանալ։ Այդ հիվանդություններից մեկն էլ ավելորդ քաշն է։ Այսինքն հույզերը բերում են քաշի ավելացման։ Տեսեք, ոչ թե հույզերը, այլ հույզերը, որոնք զսպված են։ Եվ ավելքաշը ինքը սիմպտոմ է, ինքը սիմպտոմ է եւ այս դեպքում մարմինը ուզում է, ասում է, խոսում է, մարդուն ասում է, որ իրեն ուշադրություն դարձնի։ Եվ իսկապես երբ փողոցում ես տեսնում եմ մարդ, որը ունի 20, 30, 40 ավել կիլոգրամ, ասես մարմինը բղավում է ուղղակի, օգնություն է կանչում, որպեսզի տերը ուշադրություն դարձնի իր վրա։ Իսկ մեր մարմինը, մեր հոգին մեր մարմնում է, այսինքն մեր մարմինը մեր էմոցիաներն են, մեր ցանկություններն են։ Եվ եթե դրանք անընդհատ զսպված են, բնականաբար մարմինը ինչ-որ կերպ այդ մասին խոսում է, այսինքն առաջ են գալիս տարբեր այդ հիվանդությունները, որոնք որ հենց հոգեսոմատիկ հիվանդություններն են։ Տեսեք, որ շատ ավելորդ քաշ ունի, 10, 20, 30 ինչպես ասացիք, սովորաբար երբ որ փորձում ես ասես, որ մեր կաբինետներն, բժիշկները սովորաբար վնասակար սովորույթներն ենք խրախուսում, որպեսզի թողնեն, ավելորդ քաշից ձերբազատվեն, երբ որ ասում ենք սենց պաշտպանական բարիեր է առաջանում, ինձ սենց լավ է կամ իմ ամուսնին ինձ սենց է սիրում եւ այլն, ինչպիսի մոտեցում ցուցաբերել, որպեսզի միանգամից այդ բարիերը չստեղծվի, որ ընդունվի ու հասկանալ, որ չպետք է անիհարել, որովհետև ավելորդ քաշից կան առողջական խնդիրներ, առաջանում են մի շարք առողջական խնդիրներ, այսինքն ավելորդ քաշը դեռ ոչ ոքի ինչ-որ լավություն չի արել, այսպես ասած։ Եվ կներեք, զուգահեռ վստահ եմ, որ մեզ նայում են նաև այդ խնդրով, դուք էլ սենց թեկուզ եթերով մի փոքր ինչ-որ աշխատանք տանեք, որ իրանք հասկանան, որ արդեն չէ ժամանակն է, պետք է նիհարել։ Տեսեք, այստեղ երկու դեպք կարող է լինել, ինչի մարդը չի ուզում իջեցնել քաշը։ Առաջին տարբերակը այն է, երբ որ բազմաթիվ փորձերից հետո ինքը ուղղակի անօգնական է իրեն զգում եւ չի ուզում այսպես բախվել հերթական անհաջողությանը։ Եմ մտածում եմ, որ այս դեպքում սկսում են գործել տարբեր արդարացումներ անգամ, որ դե այս տարիքում պիտի ունենամ այսպիսի քաշ, եթե բարիքներ ունեն, ասում են, որ մայրեմ ուրեմն պիտի ունենամ ավելորդ քաշ, եւ սկսում կամ գենետիկան են մեջ բերում, արդարացնում են, բայց այս արդարացման հիմքում ընկած է իրականում անօգնականությունը, քանի որ մարդը բազմիցս փորձել է, բայց չի կարողացել իջեցնել քաշը եւ ուղղակի թևերը, այսպես ասած, իջեցրել է ու չի ուզում էլ ոչինչ անի։ Եվ մի ուրիշ տարբերակ էլ կա, որը չգիտակցված է, մարդը այսինքն այդ մասին չի իրականում գիտակցում, երբեմն ավել քաշը ունենում է երկրորդային շահ, որքան էլ կարող է զարմանալի թվալ, բայց ինչպես ցանկացած հիվանդություն, ավել քաշը եւս ունի որոշակի երկրորդային շահ ասվածը։ Այն կարող եմ այսպիսի տարածված դեպք բերել, դրանք շատ են, օրինակ կինը կարող է սկսել քաշ հավաքել սեքսուալությունից խուսափելու համար, որովհետև այնտեղ կա ինչ-որ բարիեր, ինչ-որ խնդիր, եւ նկատելով իր վրա շատ մեծ ուշադրություն, ինքը սկսում է ուղղակի այդպես պաշտպանվել։
եւ երբ որ սկսում է իջեցնել քաշը, անգամ այդ միտքը, որ ինքը պիտի դառնա բարեկազմ, իր մոտ առաջ է բերում տագնապ։ Եվ չգիտակցված, բայց իրեն թվում է չի ուզում իջեցնել քաշը։ Իրականում բոլոր մարդիկ, ովքեր ունեն ավել քաշ, ուզում են լինել բարեկազմ։ Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչն է այստեղ ինչու՞մն է այդ արգելքը։ Մեզ հարց էին գրել անանուն տարբերակով եմ հնչեցնելու, հարցատուն հարցնում է, այսինքն երբ թե ահազանգում է, որ ոչ ֆիթնեսը, ոչ առողջ սննդակարգը չի օգնում, մերսումները չեն օգնում, հորմոնալ խնդիրները չունի, ինչու՞մն է կայանում խնդիրը։ Եկանք են եզրակացնա, որ հոգեբանական Ճիշտ եք, ավել քաշը, նորից եմ ասում, համարվում է հոգեբանական խնդիր, դրա համար պարտադիր պետք է աշխատանք տանի հոգեբանը։ Ինչի չի օգնում, այս պատասխանում շատ լավ հարց է, որովհետև տեսեք, իսկապես կան մարդիկ, որոնք թվում է թե ոչինչ իրենց չի օգնում։ Եվ այստեղ ուղղակի արկա մեթոդների մեծամասնությունը իրենք աշխատում են ավելորդ կիլոգրամների հետ։ Իսկ ավելորդ կիլոգրամները, ինչպես ես նշեցի, իրենք պատճառներ չեն, իրենք հետևանքներն են։ Իրենք սիմպտոմ են, սա նույնն է, երբ մարդը գնում է բժշկի ու ասում է, որ ունի գլխացավ, անընդհատ իր գլուխը ուժեղ ցավում է եւ բժիշկը վերցնում է իրեն ցավազրկող է նշանակում առանց նորմալ չի, սա, այսինքն պետք է նախ հասկանալ ինչից է գլուխը ցավում, միգուցե այնտեղ ինչ-որ այլ խնդիրներ կան։ Եվ սա է պատճառը, որ գլուխը ցավում է։ Նույնը ավել քաշի դեպքում բոլոր ձեր նշած մեթոդների Պարագայում աշխատանք տարում է կիլոգրամների հետ եւ իսկապես որոշ դեպքերում իրենք օգնում են նաեւ հնարավոր է իջեցնել քաշը, բայց որոշ ժամանակ հետո նորից վերականգնվում է։ Իդեպ սա գլխավոր խնդիրներից մեկն է քաշը իջեցնելուց հետո պահպանել կարողանալը եւ 90% դեպքերում չի ստացվում, եթե չկա այդ հոգեբանական աջակցությունը, որովհետեւ եթե մենք վերցնենք ծառ, որը ունի խորը արմատներ, իրեն կտրենք, որոշ ժամանակ հետո նորից այդ ծառը աճելու է։ Դրա համար այս դեպքում եւս անհրաժեշտ է հասկանալ ինչ պատճառներ են հոգեբանական, որոնք բերում են քաշի ավելացման։ Եվ այս դեպքում անգամ հնարավոր է առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, առանց դիետաների իջեցնել քաշը։ Դա իսկապես ռեալ է։ Նիհարելուց հետո շատերի մոտ խնդիր է պահպանել քաշը։ Ինչպես պահպանել։ Չէ՞ որ կա մարդիկ, որ շատ հեշտությամբ են նիհարում, կան մարդիկ, որ ամեն կիլոգրամի համար իրանց դեմ պայքարում են, ինքներն իրենց դեմ պայքարում են, սովամահ են լինում եւ այլն, ու մի հատ սխալ ինչ-որ բան անմիջապես կրկնակի միգուցե եւ կիլոգրամներն ավելացնում։ Ինչ կասեք այդ հարցի վերաբերյալ։ Իսկ ինչպես պահպանել, որպեսզի քաշը նորից չվերականգնվի, անհրաժեշտ է աշխատել պատճառների հետ։ Հասկանալ, թե ինչ հարաբերության մեջ է մարդ գտնվում սննդի հետ, ինչն է պատճառը, ինչն է բերում գերսնման, որովհետև մենք երկու դեպքում ենք ուտում, իրականում մի դեպքում երբ մենք քաղցած ենք, եւ մյուս տարբերակը երբ մենք քաղցած չենք։ Կարելի է տարբերակել անգամ այսպես կա ֆիզիոլոգիական քաղցածվածը եւ կա հոգեբանական քաղցածվածը։ Ֆիզիոլոգիական քաղցը դա մեր մարմինն է պահանջում, այսինքն էներգիան սպառվել է, ուզում եմ ուտել։ Եվ այն ամենը, ինչ որ մարդն ուտում է ֆիզիոլոգիական քաղցի ժամանակ, ինքը այրվում է, չի վերածվում կիլոգրամների։ Եվ այսպիսի այսպես հասկացողություն կա հոգեբանական քաղց, անգամ երբեմն մարդ կարող է ասել, օրինակ ես քաղցած եմ սիրո, կամ քաղցած եմ ինչ-որ նոր զբաղմունքի, քաղցած եմ նոր շփումների, սա ոչ մի կապ չունի սննդի հետ։ Սրանք մեր ցանկություններն են, բայց շատ հաճախ մարդը ուտում է ոչ քաղցած ժամանակ, այսինքն երբ ինքը կարիք ունի շփման, երբ բարկացած է, ստրեսի ժամանակ, երբ վիրավորանք է զգում, եւ ուղղակի ձանձրալի է, ոչինչ չկա անելու։ Մխիթարանք օրգանիզմի համար։ Շատ ճիշտ է, այսինքն ինքը հաճախ դառնում է մխիթարանք, սփոփանք, եւ այս դեպքում արդեն սնունդը պետք չի մեր մարմնին, պետք է հոգուն։ Դրա համար ավել էներգիան ուղղակի կուտակվում է, դառնում է ճարպ։ Ինչպիսի հոգեբանական առանձնահատկություններ ունեն այն մարդիկ, ովքեր ունեն ավել քաշ։
Այս թեման ես շատ եմ սիրում, որովհետև իսկապես շատ հետաքրքիր է բացահայտել այդ առանձնահատկությունները։ Այստեղ խոսքը գնում է հենց հոգեբանության մասին, ավել քաշ ունեցող մարդու եւ բարեկազմ մարդու։ Եվ սա բոլորովին կապ չունի կիլոգրամների հետ, որովհետև մարդը, որը ունի գեր մարդու հոգեբանություն եւ չունի ավել կիլոգրամներ, ինքը տարիներ հետո եւ շատ շուտ ունենալու է ավել քաշ։ Եվ ենթադրենք կինը, որը ունի բարեկազմ մարդու հոգեբանություն, ապրելակերպ, օրինակ բարիկներից հետո հավաքելով, չգիտեմ, 10 կիլոգրամ քաշ, անգամ ինքը շատ հեշտ, եթե նկատած կլինեք, շատ արագ, առանց ոչ մի ջանքի, ինքը արագ նորից վերադառնում է իր նախկին քաշին։ Ինչի, որովհետև ապրում է որպես բարեկազմ մարդ։ Եվ բարեկազմությունը առաջին հերթին հոգեվիճակ է, ու կան շատ առանձնահատկություններ հոգեբանական, որոնցով որ հենց տարբերվում են այս երկու խումբի մարդկան։ Սա երևում է սեփական անձի հանդեպ վերաբերմունքում, մյուսների հետ փոխհարաբերությունները ինչպես են կառուցում։ Կարող եմ մի քանի այսպիսի առանձնահատկություն նշել, որով որ կտրուկ տարբերությունները կարելի է տեսնել։ Օրինակ ավել քաշ ունեցող մարդիկ իրենք չեն կարողանում հանգստանալ։ Չեն իմանում ինչպես հանգստանալ, հաճախ դա սնունդի միջոցով է արվում, նստեմ ինչ-որ, չգիտեմ, թեյ խմեմ կոնֆետով, բայց իրականում ուզում եմ հանգստանալ, չեմ ուզում ուտել, չեն կարող թույլ տալ իրենց դա անել եւ հաճախ գտնվում են լարված վիճակում։ Բարեկազմ մարդիկ չէ, արդեն հակառակ մեխանիզմն է գործում։ Ավել քաշ ունեցող մարդիկ սովորեն ամեն ինչ վերցնել իրենց ուսերին եւ իրենց կյանքում իրենք հաճախ զբաղեցնում են ոչ առաջին եւ ցավոք սրտի անգամ վերջին տեղը։ Բոլորի խնդիրները պատրաստ են լուծել, ի բարեկազմ մարդիկ իրենց մասին եւս մտածում են, գիտեն հստակ իրենք ինչ են ուզում, իրենց ցանկությունները եւ հետեւում են իրենց ցանկություններին։ Ունեն որոշակի սահմաններ, ավել քաշ ունեցող մարդկանց դեպքում մի փոքր այդ սահմանները ավելի լղոզված են եւ ցանկացած մեկը կարող է մտնել։ Իրենք շատ դժվար են մերժում։ Այսպես անգամ արտահայտություն կա, որ ասում է ավել քաշ ունեցող մարդիկ բարի են։ Իրականում, եթե խնդիր կա, որը բարի են, իրենք պատրաստ են լսել, սփոփել, բայց իրենց մասին իրենք չեն մտածում։ Եվ նաև պետք է նշեմ, որ ավել քաշ ունեցող մարդիկ իրականում շատ ուժեղ են եւ իրենք հակառակն են փաստում, սովորաբար մտածում են, որ թույլ են, ունեն թույլ կամքի ուժ, որ չեն կարողանում իջեցնել քաշը, դա այդպես չի եւ դա անգամ կարելի է նկատել, ես կարծում եմ, որ միայն ուժեղ մարդը կարող է իր վրա կրել ամեն օր, տանել աշխատանքի, բերել տուն, ավել 10, 20, 30 կիլոգրամ։ Այնպես որ այստեղ ուղղակի երբեմն ոչ ճիշտ ուղղությամբ է ուժը օգտագործվում։ Խոսեցիք հղիության ժամանակ ավել քաշի մասին, հարցս հետևյալն է, ինչու է քաշը ավելանում հղիության եւ երեխայի ծնվելուն զուգընթաց։ Այստեղ հաճախ սա էլ այն արդարացումներից մեկն է, որ կանայք ասում են եւ իսկապես սա կարմիր այսպես լույս է, քանի որ շատ կանայք կան, ովքեր ավելացնում են, իսկապես այս շրջանը մի քիչ այսպես մինչև 35 կիլո, այս վերջերս իմացա, որ ավելացում են։ Եվ ավելացում են ու հետո այդպես կարող է շարունակվել, դժվարանում են իջեցնել, եւ մենք նաեւ ունենք կանանց խումբ, ովքեր չեն ավելացնում։ Անգամ կարող են իջեցնել քաշը։ Եվ սա արդեն ցույց է տալիս, որ խոսքը չի գնում ֆիզիոլոգիայի մասին։ Հակառակ դեպքում, եթե ֆիզիոլոգիական սա առանձնահատկություն լիներ, բոլոր կանայք կավելացնեն։ Եվ եթե նկատել եք, ավելի շատ քաշը ավելացնում են բալիկի ծնվելուց հետո, երբ արդեն այդ հորմոնալ փոփոխությունները եւ այլն պիտի որ չլինեն։ Ինչ վերաբերում է հղիության ընթացքում, այնտեղ կա նորմա, որը որ պետք է երեխայի ծնվելուց հետո շատ արագ դուրս գա։ Եվ հաճախ կանայք այդ նորմայից ավել են ավելացնում, ինչպես նշեցի 20-30, սա եթե հղիության ընթացքում է, կապված է մի շարք ապրումների հետ, էմոցիոնալ առումով, եւ էլի գերսնման հետ։ Բայց շատ հաճախ կանայք ավելացում են, երբ երեխան արդեն ծնվել է, ու այդպես ինտենսիվ աճ է գնում կիլոգրամների։ Այստեղ մեխանիզմը հոգեբանական է եւ այս մեխանիզմը ազդում է երբեմն նաեւ հայրիկների վրա, որովհետեւ իրենք էլ երեխայի ծնունդին զուգահեռ, սկսում են էլի ավելացնել քաշ։ Ինչ է տեղի ունենում։ Կինը, որը մինչ այդ կարող էր զբաղվել իրենով, ուներ իր հետաքրքրությունները, իր ցանկությունները, իր հույզերը կարող էր, ինչ-որ կերպ այդպես ժամանակ տրամադրել դրանց ցանկությունների իրականացմանը։ Երեխայի ծնունդից հետո ուղղակի ժամանակ չի ունեն
որովհետև կա իրական երեխա, ում համար անհրաժեշտ է այդ ամենը անել։ Եվ ինքը մղվում է արդեն երկրորդ պլան, այնտեղ նաև մարվում է մեղքի զգացումը երբեմն, որ ինչ-որ մի բան չի անում, ավելին պիտի անի, բավականին բարդ է այստեղ իրականում, էլի այսպես փորձեմ մատչելի ձևով բացատրել, պատասխանատվությունն է, այսինքն մեծանում։ Եվ հայրիկի մոտ է պատասխանատվությունը մեծանում։ Նաև հայրիկի մոտ շատ ցանկություններ կան, որ քանի որ կինը զբաղված է, իրենք չեն կարողանում ռեալիզացվել։ Ու հասանելի միակ հաճույքը այս շրջանում դառնում է սնունդը։ Այսինքն մայրիկը միայն իրեն կարող է թույլ տալ ինչ-որ շրջան համեղ ուտել։ Եվ արդյունքում առաջ են գալիս այդ կիլոգրամները։ Շատ շնորհակալ եմ։ Հարգելի Facebook-յան հետևորդներ, հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրը կլինիկական հոգեբան եւ սոմատիկա ավելորդ քաշ, ինչ է պատմում մարմինը թեմայի վերաբերյալ։ Հարցեր, եթե ունեք, կարող եք մեզ հղել կամ անանուն տարբերակով, անձնական նամակով գրելով մեր էջին կամ մեկնաբանությունների դաշտում։ Արմինե ջան, այսպեսի մի հարց, ինչ անել, եթե քաշը ավելանում է հորմոնալ խանգարման հետևանքով։ Տեսեք, հորմոնալ խախտումների դեպքում ընդհանուր առմամբ, եթե մենք վերցնենք ավել քաշը, հորմոնալ խախտումների հետևանքով քաշը ավելանում է մոտ 3-5% դեպքերի, տոկոսի մոտ, եւ դրանք բավականին լուրջ հիվանդություններ են, որոնց մասին մարդը սովորաբար իմանում է։ Իսկ մնացած բոլոր դեպքերում այնտեղ մոտ 95-97%-ի մոտ քաշը ավելանում է ուղղակի գերսնման արդյունքում։ Իհարկե որպես հետևանք կարող է ունենալ հորմոնալ խախտումներ, քանի որ եթե մեր օրգանիզմում կա 5-10-15 կիլոգրամ ավել քաշ, բնականաբար կարող են լինել հորմոնալ խանգարումներ, բայց իրենք արդեն հետևանքն են ավել քաշի։ Դրա համար այս դեպքում, ելի եմ ասում, շատ մոտ 3%-ն է 3-ից 5, որոնց քաշը ավելանում է հորմոնալ խախտումներից, այս դեպքում պետք է ուղղակի բուժել այդ առաջնային հիվանդությունը եւ որպես հետևանք քաշը կիջնի։ Իսկ մնացած դեպքերը, որը մեծամասնությունն է, ուղղակի անհրաժեշտ է աշխատել վերացնելու գերսնման պատճառները։ Իսկ ինչպիսի ազդեցություն են ունենում սոցիալական գործոնները ավելորդ քաշի պարագայում։ Պատճառներից բավականին այստեղ մեծ դեր ունեն ընդհանրապես սննդային կախվածությունը, ցանկացած կախվածություն, ինչպես սա էլ բացառություն չէ, համարվում է սոցիալական խնդիր եւ այստեղ շատ մեծ դեր ունեն փոխհարաբերությունները սոցիումում եւ նաեւ այդ սոցիալական գործոններից են սննդային սովորույթները, որոնք որ շատ մեծ ազդեցություն ունեն մարդու վրա։ Դրանք են օրինակ տրադիցիաները, ընդունված որոշակի այդպես սովորույթներ, որոնք որ կարելի է անընդհատ տեսնել, սոցիալական գործոններից, օրինակ տեսեք նոր տարվա ընթացքում, որ պետք է անպայման բոլորի տուն գնալ եւ ուտել, կամ ամռանը հանգստանում են, անպայման գնում են բնության գիր, որ պարտադիր պիտի սնունդը այնտեղ ներկա լինի։ Նման սննդային սովորույթներ կարելի է նաեւ անվանել են ինչ որ երեխաներին ենք մենք սովորեցնում, ինչի մասին որ խոսեցինք փոքր տարիքից, եւ կամ օրինակ ուտել ընկերակցելու համար, երբ որ հյուր է գալիս քոտում, ուղղակի կամ դու ես գնում, անկախ նրանից դու սոված ես թե չէ, ընդունված է ինչ-որ մի բան ուտել։ Եվ այս սովորույթները իրենք բերում են ընդհանրապես սոցիումը շատ է նպաստում քաշի ավելացմանը, եւ այստեղ եւս շատ կարեւոր է աշխատանք տանել այսպես օգնելու համար քաշ նվազեցնող մարդուն, թե ինչպես պետք է սոցիումում պահի իրեն։ Խոսեցինք սննդի մասին եւ հիմա եւ քիչ առաջ էինք խոսում, ինչպես են այս պարագայում աշխատում դիետաները։ Հաճախ դիետաներ պահելուց 1-2-3 օր պահում, բայց դու արդեն չեն կարողանում ինձ կառավարել եւ դիետան խախտվում է։ Ինչ կասեք դրա վերաբերյալ։ Սնունդը այն պիտի մի այսպես զարմանալի բան ասեմ, երևի թե որքան էլ տարօրինակ հնչի, բայց սնունդը քաշի ավելացման մեջ ունի շատ ավելի քիչ տոկոս կարևորություն դեր։ Եվ թվում է թե ամբողջ խնդիրը սննդի մեջ է, իրականում չէ։ Եթե մենք վերցնենք օրինակ խնձորը երբեմն ասում են, մի հարեցնում է, շոկոլադը գիրացնում է։ Այդպես չի կարող լինել, որովհետև նույն խնձորը օրինակ կարող է գիրացնել, բայց նույն շոկոլադը ոչ մի ազդեցություն կարող է չունենալ։ Այսինքն այդքան էլ կարևոր չի թե մենք ինչ ենք ուտում,
կարևորը ինչպես ենք մենք դա ուտում, հա, երբ ենք դա ուտում։ Եվ իրականում կարելի է անգամ շոկոլադ ուտելով քաշը նվազեցնել։ Եվ դրա օրինակներն էլի բարեկազմ մարդիկ են, որոնք որ կարող եք անգամ ծանոթներ միգուցե ունենաք, ովքեր երեկոյան ժամի կարող են ուտել շոկոլադ, հա, բայց իրենք բարեկազմ են, իրենց քաշը չի ավելանում։ Եվ այս առումով հասարակություն է տալիս, որ սնունդը գլխավորը չէ։ Իհարկե կարևոր է կան այնտեղ ինչպես շատերը չգիտեն, հա, այնտեղ ինչպես ռացիոնալ սնվել, ինչպես է անհրաժեշտ ուտել, ինչ է անհրաժեշտ ուտել, որովհետև այնքան շատ այդ դիետաների հետ կապված ինֆորմացիա կա հիմա ոչ ռացիոնալ, որ մարդիկ էլ երբեմն խճճվում են։ Ինչ վերաբերում է դիետաներին, կուզենամ այստեղ էլ մի կարևոր հանգամանք նշել, մարդը ով ուզում է նիհարել, օրինակ իմ այցելուները, ովքեր գալիս են, հավատացեք իրենք շատ հաճախ բոլորից լավ գիտեն, ինչի անչի ստացվում։ Եվ նիհարող մարդուն, ավել քաշ ունեցող մարդուն ասել, որ պետք է ինքը շատ շարժվի եւ քիչ ուտի, նույնը ինչ որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդուն ասեն, որ կյանքը հրաշալի է, ժպտա, հա, իրականում դա շատ դժվար է, որովհետեւ անհրաժեշտ է հասկանալ ինչի է այդպես։ Իսկ դիետաները ինչ են անում, իրենք ուղղակի սահմանափակում են, արգելում են որոշ սննդամթերքներ, իսկ այն ինչը արգելված է, մեզ մոտ առաջ է բերում կրկնակի ցանկություն։ Հա, եթե օրինակ հիմա ովքեր կամ լսում են, հա, սեղանին նայում են կադրված ինչ-որ քաղցրավենիք, կարող ենք այսպես փոքրիկ էքսպերիմենտ անգամ անել, հա, եթե նայում ենք այդ քաղցրավենիքին ու մեզ ասում են, որ դա արգելված է, քեզ չի կարելի ուտել, հա, ընդհանրապես կամ գոնե մի 2 ամիս միանգամից ուզում են վերցնել ուտել։ Բայց եթե դու գիտես, որ դա քեզ կարելի է, այդ ցանկություններ է կորում։ Իսկ դիետաները իրենք սահմանափակումներ են եւ վաղ թե ուշ մարդը ուզում է նորմալ սնվել։ Ու դիետան թողնելուց հետո կրկնակի եռակի քառակի սկսում է քաշ ավելացնել։ Դրա համար ես կոնկրետ այդ առումով դիետաներին դեմ եմ, որովհետև իրենք նախժամանակավոր են, հա, եւ չեն աշխատում պատճառների հետ ու հետո մարդուն սահմանափակում են։ Իսկ ավել քաշ ունեցող մարդը առանց այն էլ իր կյանքում միգուցե չգիտակցված, բայց ունի արգելքներ, ինքն արդեն իրեն թույլ չի տալիս մի շատ բաներ, բացի լավ ուտելը։ Հա, եւ դա էլ եթե մենք սահմանափակում ենք, բավականին դիսկոմֆորտի մեջ է հայտնվում մարդը։ Հարմին ջան, պատճառներից մեկը, հա, ավելորդ քաշի նշեցին գենետիկան, դուք ասացիք, որ որպես պատճառ բերում են գենետիկան, այ կուզենայի իմանալ ինչ ազդեցություն ունի գենետիկան քաշի ավելացման վրա։ Գենետիկայի հետ կապված այս թեմայի շուրջ շատ խոսակցություններ կան եւ մինչեւ այլն իսկապես կան մարդիկ, ովքեր հակված են մտածելու, որ գենետիկան է որոշիչ։ Իրականում մինչեւ այժմ ճարպակալման գեն հայտնաբերված չկա եւ սա գենետիկ խնդիր չէ։ Կա որոշակի նախատրամադրվածություն, որը կարող է ինչպես դրսևորվել, այնպես էլ չդրսևորվել։ Եվ շատ այսպիսի տարածված օրինակ եմ ուզում ասել, էքսպերիմենտ են արել գերմանացի հոգեբանները եւ մանկատանը երեխաները, ովքեր հանձնած են եղել գեր ծնողների երեխա, հա, գեները լրիվ գեր եւ բարեկամ ծնողների երեխա եւ իրենց որդեգրման են տվել հակառակ սկզբունքով, այսինքն գեր ծնողների երեխային որդեգրման են տվել բարեկամ ծնողների ընտանիք ու հակառակը տարիներ հետո ինչ են նկատել, որ այն երեխան, որը գեր ծնողներից էր, գեներով, հա, պիտի լիներ գեր, ինքը մեծանում է բարեկազմ եւ հակառակը բարեկազմ ծնողների երեխան մեծացել է գեր այն նույն կառուցվածքով, ինչ որ ունեն իր ծնողները։ Եվ այստեղ էլ, այսինքն ոչ թե գենետիկան է, այլ փոխանցվում է սերնդեսերունդ, այլ բան, սա դաստիարակությունն է։ Ու իսկապես, այո, ինչպես են սնվում սննդային սովորույթները, պլյուս գլխավորը ինչպես են իրենք ապրում, հա, ինչպես են, օրինակ, եթե մայրը իրեն չի սիրում, հա, իր ցանկություններին իր համար ոչինչ չի անում կյանքում։ Ու ունի ավել կիլոգրամներ որպես արդյունք։ Երեխան կրկնում է նույն սցենարը։ Շատ դժվար է հակառակն անել, անգամ եթե մայրը իրեն բառերով սովորեցնի իր նման չապրել, որովհետև կրկնօրինակվում է վարքը։ Եվ իսկապես այդպիսի անգամ ստատիստիկա կա, եթե ծնողներից երկուսը ունեն ավել քաշ, 50% հավանական է, որ երեխան է ունենալու, եւ հա, եթե մեկը ունի 70% հավանականություն, եթե միայն մի ծնողը ունի 50% հավանական է, որ երեխան է ունենա։
Բայց այստեղ նորից եմ ասում, գենը չէ, այլ սերնդեսերունդ փոխանցվող սովորույթներն են։ Շատ է։ Ինչ առանձնահատկություններ ունի այս խնդիրը երեխաների մոտ։ Եվ մենք հաղորդման սկզբից խոսեցինք, որ ծնողներն են ուտացնում, հա, եւ այլն, դուք նշեցիք, որ պետք է ծնողների հետ այդ պարագայում աշխատել, բայց եթե սննդի հետ կապված չի, բալիկուն է ավելորդ քաշ, արդյոք նրանք եւս պետք է քաշեցնեն հոգեբանի օգնությամբ։ Դե փոքրիկ բալիկներին հոգեբան անհրաժեշտ չէ, իրենք որպես այդպիսին սննդային կախվածություն չունեն եւ դեռ սովոր չեն իրենց հույզերը զսպել։ Կամ օրինակ երեխան, որ բարկանա, փոքրիկ երեխան, ինքը չի գնա վերցնի ու ուտի ծամի։ Ինքը ինչ է անում, ոտքերով խփում է գետնին, պարկում է, բղավում է, լացում է եւ դեռ այդ կապը, որ ես սկզբում նշեցի, գլուխ, միտք եւ մարմին իրենց մոտ անջատված չէ։ Ինքն երեխաները ուրախ են, թռչկոտում են, բղավում են, ու այս առումով հոգեսոմատիկ հիվանդությունների տոկոսը իրենց մոտ բավականին ցածր է։ Դրա համար, քանի որ այնտեղ չկա այս կախվածությունը, հոգեբանի աշխատանք անհրաժեշտ չի լինում։ Այստեղ անհրաժեշտ է հոգեբանի աշխատանք ծնողների հետ։ Եվ անհրաժեշտ է շտկել, այստեղ հիմնականում պատասխանատուն մայրն է սննդային սովորույթների, չնայած իրենք կարող են նաև այնպես ինչպես հայրիկն է սնվում կրկնօրինակել, բայց մայրիկը, քանի որ այստեղ ավելի գլխավոր դեր ունի, ինչպես որ սովորեցնում է, այնպես էլ երեխան սկսում է ուտել, այսինքն այդ կորեկցիան պետք է արվի մայրիկի միջոցով։ Իսկ ավելի մեծ տարիքում երեխաները, ովքեր որ կարող են ծանվել իրենց հույզերը, այստեղ արդեն անհրաժեշտ է գոնե երկուսի հետ էլ աշխատանք տանել։ Առանձին տուն են կազմում դեռահասները, ովքեր որ արդեն այստեղ հոգեբանական գործոնն է շատ մեծ։ Եթե դեռահասը ավելացնում է քաշ կամ ներքաշված է ընտանեկան ինչ-որ խնդիրների մեջ, իհարկե չգիտակցված է սա տեղի ունենում, ինքն էլ կարող է այդ մասին չիմանալ, բայց երեխաները շատ զգայուն են եւ նկատում են ընտանիքում ինչ է կատարվում, ու իրենք կարող են կազմել դրա մի մասը, կազմում են, ուզեն թե չուզեն։ Եվ մյուս տարբերակը, որ դա կարող է օրինակ կապված լինել, քանի որ դեռահասության ամենաայսպես մանցուցանիշը սեռական հասունացումն է, եւ օրինակ աղջիկ երեխան հանկարծ սկսում է այդ տարիքում, ինչու՞ չէ նաեւ տղան, սկսում է ավելացնել քաշ, աղջիկների մոտ է, ճիշտ է, ու հատկապես սկսում է այդ կոնքերի հատվածում, եւ այլն, որոնք որ կապված են հենց սեռականության հետ, սա էլ կարող է լինել մերժում, այսինքն երեխան դեռահասը կամ այսպես ասենք, միգուցե ուղղակի տանը կա արգելք այդ թեմայի հետ կապված եւ ինքը չի ընդունում իր սեքսուալությունը, համարում է դա վատ, ու սկսում է ավելացնել քաշ, որպեսզի դա ծածկի, իրեն դուրս չի գալիս իր օրինակ կանացի մարմինը, եւ այստեղ էլ անհրաժեշտ է առանձին աշխատանք կատարել։ Շատ լավ, Աննա ջան, եթերը մոտենում է ավարտին, եթե որևէ խոսք ունեք, խորհուրդ մեր հետևորդներին, խնդրեմ, կարող եք դիմել։ Խորհուրդ ուղղակի ուզում եմ ասել, որ ավելորդ քաշից հնարավոր է ազատվել, ընդ որում հնարավոր է դա անել հեշտ, կոմֆորտ, անգամ հաճելի, ինչու՞ չէ տարբերակով, բավականին շատ հոգեբանական տեխնիկաներ եւ մեթոդներ, եւ անպայման վերականգնել կապը մարմնի հետ, այսինքն ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեզ։ Նաև թիմային աշխատանք կարելի է տանել, հոգեբան, սննդաբան, էնդոկրինոլոգ, եթե կարիք կա, մերսման մասնագետ։ Նշանակ ամենաարդյունավետ տարբերակը, երբ աշխատում են տարբեր մասնագետներ, անգամ եթե դիմում են սննդաբանի, անգամ եթե ինչ-որ մեկը որոշում է, որ ուզում է ինչ-որ սննդակարգ, շատ ավելի կոմֆորտ, շատ ավելի հեշտ կլինի, եթե զուգահեռ նաև աշխատանք տանեն մասնագետների այն խումբը, որոնք որ դուք նշեցիք, հոգեբան, էնդոկրինոլոգ, մերսումներն են շատ օգնում նաև մարմնին ավելի հաճելի նաև դարձնելով քաշի նվազեցման process։ Շատ շնորհակալ եմ այսօր մեզ հետ լինելու համար, հիշեցնեմ, որ այսօր մենք խոսում էինք հոգեսոմատիկ ավելորդ քաշ, ինչ է պատմում մարմինը թեմայի շուրջ։ Այսօրվա հյուրն էլ կլինիկական հոգեբան եւ քաշի նվազեցման մասնագետ Արմինե Փաշայանը։ Ձեզ ցանկանում եմ հարգելի հետևորդներ հաճելի հանգստյան օրեր, մենք կտեսնվենք արդեն մյուս տարի։ Ցտեսություն։